Ողջույն, Բոնթիվի եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչենյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանում սպասվելիք ընտրություններին եւ ընդհանրապես քաղաքական կյանքում Ռուսաստանի Դաշնության միջամտությունների մասին եւ իմ հյուրն է Յուրի Ավագյանը, Restart հիմնադրամի գործադիր տնօրենը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ավագյան, գիտեք ինչի որոշեցի այս թեմային անդրադառնալ, որտեղ վերջերս ես պարբերաբար նկատում եմ այսպես ինչ-որ ոնց որ մարդիկ որոշել են հակազդել այս խոսակցություններին, հա, ու սկսում են ասել՝ ուր է այդ միջամտությունը, ինչ միջամտություն, ոչ միջամտությունը չկա, կամ մեկ այլ խումբ ասում է, ինչքան Ռուսաստանն է միջամտում, երկու այդքան էլ եվրոպացիները կամ ամերիկացիներն են միջամտում։ Եվ այսօր ինչ եմ ուզում առաջարկել, որպեսզի մենք փորձենք, եթե այդպեսի իհարկե համաձայն եք, որ կան, հատ առ հատ փորձենք ուրեմն այսպես ձևակերպել, նկարագրել, բացատրել, թե ինչ նկատի ունենք, երբ որ ասում ենք ռուսական միջամտություններ։ Համեցեք։ Իհարկե համաձայն եմ, այդ միջամտությունները շատ լայն սպեկտրով են ու իրականում ես ցանկանում եմ հենց ֆինանսական հարցից գալ, հա։ Օրինակ մենք շատերս գիտենք, որ տարբեր քաղաքական նախաձեռնություններ, շարժումներ, օրինակ տարատեսակ շատ լայնածավալ Հայաստանի ողջ մասշտաբով գործունեություն են ծավալում ու հիմնականում օրինակ բարդ է լինում հասկանալ իրենց ֆինանսական աղբյուրները, որովհետև մենք բոլորս է հասկանում ենք, որ եթե ամբողջ քաղաքում, ասենք մասնավորապես Երևանի կենտրոնում, որտեղ գները շատ բարձր են, եթե օրինակ շատ տրանսպորտային միջոցներ են ներգրավում, շատ լրատվականներ օրինակ դնում են տարբեր այդ շարժումների առաջնորդների հոդվածներ եւ այլն, այդ ամեն ինչը պահանջում է գումար ու այստեղ առաջերտին հարց առաջանում, թե որտեղից է այդ գումարը ու ցավոք սրտի այսօր Հայաստանում հիմնականում բարդություններ կան այդ ռուսական ֆինանսական հոսքի հետքը գտնելու համար, բայց միևնույն ժամանակ ես հիշում եմ, որ ինչ-որ քննարկման էի մասնակցում Բրյուսելում կապված ռուսական ազդեցության հետ, հա, հայաստանյան այս 26 թվականի ընտրությունների կոնտեքստում ու այնտեղ շատ տեղին կարծիք հնչեց, որ ռուսական կապիտալը արդեն ներկա է Հայաստանում ու այդ ներկա կապիտալը որոշակի առումով որ տեղաբաշխվում է, արդեն պատասխանատու մարմինների համար շատ բարդ է իր հետքը հասկանալ ու հետևապես ի տարբերություն օրինակ Մոլդովայի կամ Վրաստանի մնացած այլ երկրների, որտեղ այդ փողը պետքա դրսից գա, այստեղ տեղում բավականաչափ կա արդեն։ Այո, որտեղ դու կարաս իդենտիֆիկացնես այդ գումարը, Ռուսաստանը Հայաստանի պարագայում ուղղակի պետքա առկա, Հայաստանում առկա իր գումարների որոշակի մասը բաշխվի ինչ-որ կերպ, ինչը որ արդեն բարդացնում է դրանց հայտնաբերման, մատնացույց անելու մեր ամբողջ բանը, որ մենք խոսում ենք, դա ապացուցելու գործընթացները, բայց սրան զուգահեռ մենք պետք է անանկյունացան ասենք, որ շատ քիչ կազմակերպություններ, լրագրողներ կամ նմանատիպ, հա, քաղաքացիական կազմակերպություններ կան, որոնք օրինակ աշխույժ ջանասիրությամբ կցանկանան դա հայտնաբերել, ինչը արդեն խնդրի մյուս կողմն է։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի միջամտության մյուս դեպքերին, բացի քաղաքական շարժումները ֆինանսավորելու եւ դրանց հետ կապ ունենալու հարցով, այստեղ էլ մենք լայն սպեկտրի հետ գործ ունենք, մասնավորապես այդքան շատ խոսում ենք, նաեւ ծաղրի է ենթարկվում հենց հիբրիդային հարձակումների թեման, որը Հայաստանի պարագայում հիմնականում աշխատում է լայնածավալ ապատեղեկատվությունների տարածման տեսքով ու ամենավառ օրինակը անձնապես իմ համար դա Վաշինգտոնյան հռչակագրին անմիջապես հաջորդող այդ տեղեկատվական վախկանալյան էր, որ կար Հայաստանում, որովհետև հիշում ենք, որ այդ ժամանակ չկար երևի թե այնպեսի մի քաղաքական ուժ, որ օրինակ հայ-ռուսական հարաբերությունների այս ճգնաժամում միայն Հայաստանի չի մեղադրում ու չէր խոսում դրա մասին միևնույն ժամանակ, որ օրինակ Հայաստանը միակողմանի միջանցք է հանձնել ադրբեջանցիներին, Սյունիքը կտրում են Հայաստանից, 300,000 ադրբեջանցիներ գալու են բնակվեն, բայց ինֆորմացիաների տարածումը մենք պետք է հասկանանք, որ ուղղակի այնպես չի, Facebook-յան ինչ-որ պոստեր են եւ դրանք ուղղակի պետքա ֆակտ չեք արվել, դա Facebook-յան պոստերի հարց չէ, այլ կոնկրետ քաղաքական ուժերը, կոնկրետ խոսող գլուխները, կոնկրետ մարդիկ եւ կոնկրետ լրատվականներ շատ ակտիվորեն դա տարածում են, աշխատելով հայ հասարակության վախերի վրա եւ դա արդեն հենց այս պատճառով է, որ դառնում է հիբրիդային հարձակում ավելի շատ, քան բուն ապատեղեկատվական արշավ, որով օրինակ ֆակտ չեկերների լուծման դաշտի տիրույթում է, հա։ Շատ լավ, քանի որ ֆինանսականից սկսեցիք, ես այստեղ մի բան կուզեմ հավելացնել, ամբողջությամբ համաձայն եմ ձեր ասացի հետ։ Շատերը ասում են, դե եվրոպացիներն էլ են փոխանցում քաղաքասարակությանը, հասարակական կազմակերպություններին, մեդիային, բայց այստեղ ֆունդամենտալ երկու տարբերություն կա։ Առաջինը այն ինչ որ անում են եվրոպացիներն ու ամերիկացիները ամբողջությամբ թափանցիկ է։
որովհետև Հայաստանում հասարակական կազմակերպությունները եւ մեդիաները ներկայացնում են տարեկան հաշվետվություն, տարեկան հայտարարագիր եւ ներկայացնում են թե իրենց ֆինանսական մուտքերն ու ծախսերը, թե իրենց իրականացրած ծրագրերը։ Եվ դա առաջին ֆունդամենտալ տարբերությունն է, թափանցիկությունը։ Երկրորդ ֆունդամենտալ տարբերությունը Եվրոպական միությունը երբևէ փող չի փոխանցում հասարակական կազմակերպությանը Հայաստանում, որպեսզի վերջերս քարոզի Եվրոպական միության ուրեմն քաղաքականությունը։ Հակառակը, դրանք սովորաբար այդ ծրագրերը լինում են ուրեմն սեփական կարողությունների հզորացման, այդ ծրագրերը լինում են ուրեմն fact checking-ի այ ձեր ասած, հա, տեղեկության ստուգման կարողությունների ավելացման, քաղաքականությունների մշակման եւ այլն եւ այլն։ Երկրորդ բանը, որ ելի դուք ուրեմն այդ թեմային անդրադարձաք, ծաղրի թեման։ Գիտեք, հիբրիդային հարձակումների մասը հենց նաև այ հիբրիդային հարձակումների թեման ծաղրելը, որովհետև որպեսզի այդ ամեն ինչը կարողանա աշխատել, այդ ամեն ինչը մնա ստվերում, sense ասած, պետքա ծաղրի ենթարկել ցանկացած փորձ այդ ամեն ինչի վրա լույս սփռելու, այդ ամեն ինչը բացահայտելու։ Որտեղ մենակ այդ պարագայում են իրան կարողանում իրենց աշխատանքը հասնել իր տրամաբանական ավարտին։ Ընդհանրապես հիբրիդային հարվածները, ապատայեկատվությունը, կեղծ տեղեկությունը, դրանք սիրում են ոչ թափանցիկ միջավայր, որում հնարավոր է սուտը տարածել եւ մնալ պատասխանատվության դաշտից դուրս, որ հաջորդ անգամ նույնպես կարողանան այդ սուտը տարածեն, հա։ Երրորդ թեման ապատեղեկատվությունը։ Ես ուզում շատ կոնկրետ մենք օրինակների վրա բերենք, որովհետեւ մարդկանց մոտ երբ ասենց անդադ խոսում ենք ապատեղեկատվությունից, ինքը դառնում է մի քիչ ամորֆ մեծություն։ Շատ կոնկրետ վերջերս տեղ ունեցած դեպք։ Հայաստանում եղավ հայ-եվրոպական ուրեմն այդ գագաթնաժողովը, եւ քաղաքական ուժերից մեկի ղեկավարը հայտարարությամբ հանդես եկավ, որ այս միջոցառումը ճանապարհ է բացում 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու համար։ Ես ճիշտ ասած այդ միջոցառման հենց ադրբեջանցի փորձագետներն էին մասնակցում, իրանց էլ հարցրեցի, որ դուք շուտ տրամաբանական կապ տեսնում եք այս միջոցառման ու 300,000 ադրբեջանցիների վերադարձի նահատիվի, իրանք էլ ճիշտ ասած շատ զարմացած էին այդ խոսակցությունից, տրամաբանական կապն չէին հասկանում։ Այստեղ հավելենք, որ վերջին 1 տարվա ընթացքում առնվազն օգոստոսից սկսած Վաշինգտոնից սկսած ադրբեջանական կողմը թեման այլևս չի բարձրացնում։ Աշխարհում միակ ուրեմն քաղաքական սեկտորը, որ մնացել է թեման շարունակելու, դա Հայաստանում որոշ ընդդիմադիր շրջանակներն են։ Եվ վերջապես երրորդ էս ամեն ինչից եւի թե կարևոր, ընդհանրապես 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեման բլեֆ է։ Դա քաղաքական գործիք է Հայաստանում վախերի վրա հիմնված քաղաքականություն իմպլեմենտացնելու ուղղությամբ։ Ինչքանով որ անհնարին եւ անհավանական է այս փուլում 300,000 հայերի վերադարձ Ադրբեջան, ես ուզում եմ մարդիկ իրենց վրա այդ օրինակը բերեն, էլի։ Մարդը պետքա վերկանա գնա, մեր վրա բերենք օրինակ Ադրբեջան, իր երեխաները պետք է գնան ադրբեջանական դպրոց, իր տղան 18 տարեկանում պետք է գնա ծառայի Ադրբեջանի զինված ուժերով։ Դե այդ ամեն ինչն է մի հատ հակառակ պատկերացրեք։ Միջին վիճակագրական որ ադրբեջանցին է վերկանալու գա Հայաստանում բնակվելու, Հայաստանի ունիվերսիտետական դաշտում, ոստիկանության ենթակայությամբ եւ այլն եւ այլն։ Իսկ սա ամբողջովին մտածածին մի հատ մեծություն է, թեմա է։ Բայց արի ուտես, որ այդ ապատեղեկատվությունը տարածվում է, այդ ապատեղեկատվությունը կոնկրետ նպատակով է տարածվում, վաղ սերմանել, այ անապահովության զգացում ստեղծել։ Որ մենք որ սկսում ենք կենտրոնալ այս անապահովության զգացման ստեղծման դրույթի վրա, պարբերաբար տարբեր ուրեմն գործողություններ գալիս են այդ մի կետում իր հետ հատվում են։ Օրինակ համար ԱԱԾ-ի դարպասների վրա այդ դյուրավառ կոկտեյլ նետել, հա, պարբերաբար խոսել նրա մասին, որ թուրքացում է գնում, մեր ինքնությունն են կորցնում, մեր ազգային ինստիտուտների վրա հարձակում կա, այդ 300,000 ադրբեջանցիների վրա, այսինքն անընդհատ ստեղծել այդ անապահովության զգացումը, հատկապես եթե նկատել եք, այս ամեն ինչը ակտիվացել է զուգահեռ նրան, որ Հայաստանի սահմանները դարձել են ավելի անվտանգ։ Եվ երբ որ չկա այլևս այդ գործիքը հայ ժողովրդին վախեցնելու, մտածում են այդ ներքին գործիքների մասին։ Ես սկսեմ երևի թե առաջին թեմայից, Եվրոպական միության եւ ընդհանրապես արևմուտքի ֆինանսավորից, ինչպես դուք նշեցիք, այո, դա թափանցիկ է, օրինակ Restart հիմնադրամի պարագայում էլ մենք ունենք տարեկան հաշվետվություն, որտեղ հստակ երևում է նախ թե ինչ ծրագրերին, ինչքան գումար է, ինչքան գումար հատկացվում է գործողությունների բաժնին, աշխատավարձային ֆոնդին եւ այլն, բայց դրանից վերացարկվելով ուզում եմ խոսել նաեւ քաղաքական բաղադրիչի մասին, ապացուցելով ուղղակի այն, որ արևմուտքը գլոբալ առումով այնպես չի, որ հենց քաղաքական դիրքորոշումները հա ֆինանսավորում, որովհետև այդ ֆինանսավորվող կազմակերպությունների, այսպես ասեմ, մի քիչ ժողովրդական լեզվով հալալ կեսը ընդհանուր առմամբ մարտահրավեր են համարում Հայաստանի պետականությանը, ներկայիս իշխանությանը եւ նաեւ իշխանությունից վերացարկվելով, օրինակ շատ հստակ պատկերացումներ ունեն Հայաստանի
արտաքին քաղաքական դիրքավորվածության առումով մեր տարածաշրջանում հղվելով Ռուսաստանի անփոխարինության դերակատարության վրա եւ այդ կազմակերպությունները շարունակում են այդ նույն աղբյուրներից ֆինանսավորում ստանալ, ինչպես որ օրինակ այլ կազմակերպություններ, ովքեր որ խոսում են այլ թեմաների մասին, իսկ մենք ռուսական օրինակ ֆինանսավորման այդպիսի դեպք տեսել ենք, մենք որը որ չլինի տեսել ենք օրինակ որից է ինստիտուտ, որ Ռուսաստանը ֆինանսավորի կամ պրոռուսական որից է կազմակերպություն, ռուսական փող գնա այդ ինստիտուտ եւ իրենք խոսեն դրա մասին, որ օրինակ այ Հայաստանը իրավունք ունի ինքնիշխան այնպեսի արտաքին քաղաքական քայլեր իրականացնել, որոնք որ նվազեցնում է Ռուսաստանի քաղաքական դերակատարությունը մեր տարածաշրջանում, այնպեսին ինչպեսին է Վաշինգտոնը, հնարավոր չի ուղղակի, բայց այսպիսի նախադեպեր արևմտյան ֆինանսավորման պարագայում ոչ միայն կան, այլ նաեւ ասում են այսօր կան ու դրանք կարելի ասել համահավասար են այդ դաշտում եւ դա այսինքն պայմանավորված չի քաղաքական դիրքորոշումներով միևնույն ժամանակ նաեւ այդ աջակցությունները վերաբերում են օրինակ փոքր ու միջին բիզնեսին վերաբերում են օրինակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների բարձրաձայնման, սպասարկման, պաշտպանման հարցերի հետ կապված եւ ամենատարբեր այսինքն այս երկու ֆինանսական միջամտությունները համեմատել իրար հետ ուղղակի տեղին չեն, նոնսենս է եւ սա ուղղակի վնասարար քարոզչություն որպես կարող ենք ձևակերպել։ Էլ չասենք հազար անգամ կներեք, որ Հայաստանում միշտ ամենամեծ դրամաշնորհ ստացող կազմակերպությունը եղել է Հայաստանի Հանրապետությունը, պետությունը։ Այո։ Միշտ իրանք պետական մարմինները շատ ավելի մեծ ուրեմն եւ տոկոսային եւ քզուտ քանակական առումով դրամաշնորհ ստացել բոլոր իշխանությունների օրական դուրում եւ այս իշխանությունների եւ նախահեղափոխական ժամանակաշրջանում միշտ ամենամեծ դրամաշնորհ ստացողը եղել է կառավարությունը։ Եմ ասեմ ավելին, եթե կառավարությունը հաշ չլինի այդ հանգամանքի հետ, որ լինելու են այդ աջակցությունները, երկրի տարածքում իրավունք չունի այդպիսի գործունեության ծավալման եւ առհասարակ ոչ ոք իրավունք չունի այդ դրամաշնորհը ստացողին դիրախավորել, որովհետեւ առաջին հերթին դու գործ ունես լիազոր ներկայացուցիչի հետ, որը կառավարությունն է, որ եղել են բոլոր կառավարությունները եւ նաեւ այդ կազմակերպությունները օրինակ ֆինանսավոր ունեցել են մասնաճյուղեր, որոնք Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում ներկայացված են եղել, ներկայացրել իրենց կանոնադրությունը, իրենց կանոնադրային նպատակները, տարեկան թափանցիկ հաշվետվություն են ներկայացրել, այդքան մարդ որ գիտի, որ օրինակ այս կամ այն հիմնադրամից այսքան գումար այլ որտեղից գիտի կարող է հետաքննություն են արել կարող է գաղտնալսել են չէ այսինքն դա հրապարակված ինֆորմացիա է եղել ուղղակի տայր մի անգամ մեկը հայտնում ասում է գիտեք ինչ են բացահայտել ու հետո վերցնում դրում այդ կազմակերպությունների կայքերից հրապարակված տեղեկություն ասում այսա բացահայտել են որը որ հենց իրեն գրել միևնույն ժամանակ Հայաստանի ամենաազգային ինստիտուտները ասենք Մատենադարանը օրինակ Երևանի պետական համալսարանը տարբեր այլ ինստիտուտներ Հայաստանյաց առաքելական եկեղեցին այո այդ բոլոր կառույցներից օգտվել են եւ դրա մեջ առասարակ խնդիր չեն տեսել նաեւ օրինակ մեր սիրելի ամենաազգային կուսակցություն դաշնակցության լրատվականը օրինակ երկիր մեդիան նույն Սորոսի հիմնադրամից օգտվել է չէ բայց մենք պետքա ինչ ենք այս ամեն ինչի մասին խոսում որ մեզ դիտողը հասկանա թե այս աջակցությունները առասարակ ինչի մասին են արևմտյան ինչ կոնֆիգուրացիա ունեն ինչ նպատակ ունեն դրանք անպայմանորեն համաձայնեցված են եղել բոլոր կառավարությունների հետ, դրա մասին բոլորը տեղյակ է եղել։ Հələ մի բան էլ այդ կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսական միջոցները մշտապես այդ ծախսերը իրականացվել են բանկային գործարքների միջոցով, օրինակ այնպես չէ, մեկին կանչեն, ջեբը գումար դնեն, ինչ որ գործունեություն գնաց ավալի, որը որ օրինակ մենք ենթադրում ենք, հա, որ ռուսական Բարակայում ենթադրաբար կարելի շատ ակտիվորեն ենթադրում ենք որ կիրառվում է։ Հա, ենթադրում ենք որ կիրառվում է։ Էսի ֆինանսական թեման ուղղակի բացատրելով որ մարդիկ հասկանան, իսկ ինչ վերաբերում է արդեն վերջին խոսակցությանը կապված նարատիվային մակարդակի հետ, մենք գիտեք, մեզ դիտողը շատ հստակ պետք է ինքը ուղղակի վերլուծություն անի հղվելով այն հանգամանքի վրա առաջերտին թե ով է դա ասում։ Այսինքն իրենք պետք է դրա վրա հղվել ով է խոսում օրինակ 300,000 ադրբեջանցիների մասին, հա, հենց նույն քաղաքական դաշտում։ Այն մարդիկ են դրա մասին խոսում, ովքեր որ որոշակի առումով կախվածություն ունեն Ռուսաստանից։ Մի մասը այդ ընդդիմադիր քաղաքական ուժերի իր սեփական կապիտալի մասով, մյուս մասը բարեկամներ ունի այնտեղ, որովհետև այնտեղ ապրում են։ Եվ մենք պետք է նաև սրան զուգահեռ հասկանանք որ այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը նաև ինքը հայելային նարատիվ է, որը որ առաջանում է հենց Արցախի հարցի մասով, որովհետև նաև ովքեր են էլի խոսում այս հարցի մասին, ովքեր որ Արցախի հարցի հետ կապված անում են երկիմաստ հայտարարություններ, այսինքն իրանք հստակ չեն ասում,
օրինակ իրենց վերաբերմունքը ինչպիսին է։ Խաղաղության գործընթացի վերաբերյալ, որը որ ներկայիս առկա խաղաղության գործընթացը մենք պետք է հստակ ասենք, որ իր մեջ չի ներառում արցախցիների վերադարձի իրավունքի սպասարկումը Հայաստանի Հանրապետության կողմից որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Եվ սրա մասին քաղաքական ուժեր կան, որ հստակ խոսում են, քաղաքական ուժեր կան, որ հակառակն են ասում, օրինակ Քոչարյանն ու Դաշնակցությունը, եւ քաղաքական ուժեր կան, որոնք որ անում են երկիմաստ հայտարարություններ, օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Եվ մենք պետք է հետաքրքիր է նայա, որ այս քաղաքականության դեմը, այսինքն եթե դու չես ընդունում այսօրվա խաղաղության գործընթացը, հենց դրա հայելային նարատիվն է 300,000 ադրբեջանցի վերադարձումը, բայց ամենաշատը խոսում են այս հարցի մասին այն մարդիկ, ովքեր որ առիթ են հանդիսանում ստեղծելու այդ հայելային վերադարձը, այդ հայելային նարատիվի առաջացումը, էլի, ինչը որ նույնպես շատ հետաքրքիր է, այսինքն իրենք միանգամից պատրաստում են ժողովրդին, որ հետագայում օրինակ այս հարցը գցեն այլ մարդկանց գրպանը, որովհետև շատ պարզ է, որ երբ որ այս պրոռուսական ուժերը գան իշխանության, իրենք այս հարցը բերելու են որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն, ինչի համար շատ լավ հասկանալով, որ այս հարցը իրատեսական չի, հա, սրա լուծումը, սրա հետապնդումը, բայց սա անհրաժեշտ է հենց Ռուսաստանին։ Իսկ ինչի է Ռուսաստանին անհրաժեշտ։ Այս հարցի պատասխանից նա շատ պրիմիտիվ է, շատ պարզ է, լայն հասարակությունն է սա հասկանում է, արդեն որոշակի վերահսկողություն ունենալ այս տարածաշրջանը, որովհետև Ռուսաստանը այսօր զրկվել է Ադրբեջանի խաղաքարտը օգտագործելու քարտից, ինչը շատ կարևոր հանգամանք է, որովհետև ժամանակին Ռուսաստանը կարողանում էր Ադրբեջանի միջոցով Հայաստանին վախեցնել, իսկ հիմա այդ խաղաքարտից ինքը զրկվել է, հետևաբար Ռուսաստանի վերջին հույսը այս տարածաշրջանում մնացել են այն պրոռուսական դերակատարները, ովքեր որ կարող են հենց Հայաստանի անունից այդ հարցը բերել ընդհանուր առմամբ միջազգային քաղաքական դաշտ եւ Ռուսաստանին այդ առումով փորձել վերադարձնել իրականում տարածաշրջան։ Ու սա մենք հիմա իրականում ես քաղաքացիական ներկայացուցիչ եմ, բայց շատ քաղաքական հարցերի մասին եմ խոսում, բայց ամեն դեպքում դա լավ խոսք է, ես դա ընդունում եմ, որ ամեն ինչն էլ քաղաքական է, թե վերաբերում է ընդհանուրին։ Մենք սրա մասին ուղղակի չենք կարող չխոսել ու պետք է մարդիկ շատ հստակ պատկերացնել էլի։ Պարոն Ավագյան, ընդ որում այս վերջին սցենարը, որը դուք նկարագրեցիք, ես դրա շարունակությունն եմ ուզում ասեմ։ Ընդ որում Ռուսաստանի համար բացարձակապես կարևոր չի, թե այդ կոնֆլիկտը ոնց կշարունակվի։ Այդ կոնֆլիկտը կշարունակվի Ղարաբաղում, թե օրինակի համար Սյունիքում։ Ընդ որում եթե մենք հաշվի առնենք ուժային բալանսը, շատ քիչ հավանական է, որ այդ կոնֆլիկտը կշարունակվի Ղարաբաղում։ Շատ ավելի հավանական է, որ այդ կոնֆլիկտը կտեղափոխվի Հայաստանի տարածք ու կշարունակվի Հայաստանում։ Ռուսաստանի տեսանկյունից բացարձակ ոչ մի խնդիր չկա, եթե այդ կոնֆլիկտը շարունակվելու է Հայաստանի տարածքում, հիմա էլ այդ գորշ գոտին, հա, այսպես ասած, լինելու է Հայաստանի տարածքում։ Բացարձակ ոչ մի խնդիր։ Ուրեմն եկեք նաև ֆիքսենք այդ բանը, այդ միավորը, որ այո, Ռուսաստանի շահերից ելնում է կոնֆլիկտի շարունակությունը։ Ռուսաստանի համար բացարձակ ոչ մի տարբերություն չկա, թե այդ կոնֆլիկտը որտեղ է շարունակվելու, եւ այս բոլոր կոնֆիգուրացիաները եւ ուժային բալանսը հաշվի առնելով ամենահավանական տարբերակն է, որ այդ կոնֆլիկտը շարունակվում է, այդ կոնֆլիկտը շարունակվում է այլևս Հայաստանի տարածքում։ Այս խոսակցությունը շարունակելով ես ուզում եմ մենք նաև անդրադառնանք Ռուսաստանի իշխանությունների հայտարարություններին։ Որտեղ այդ իշխանությունների հայտարարությունները ամենաուղիղ ուրեմն միջամտության փորձեր են ըստեյության Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ինչ ասում Ռուսաստանի նախագահն, ընդ որում մինչև նրան թե ինչ ասում, ուզում եմ առանձնատուկ ուշադրություն դարձնենք ինքը դա ոնց է ասում։ Եթե նկատել եք, Ռուսաստանի նախագահը համառորեն խուսափում է Հայաստանի Հանրապետություն բառակապակցություն ասում։ Հայ ժողովուրդ կամ Հայաստան բառը նույնիսկ ասելուց։ Անընդհատ խոսում է հայ ժողովրդի մասին։ Հայ ժողովրդի շահեր, հայ ժողովրդի մեր բարեկամն է, հայ ժողովրդին ինչ որ լավ է։ Անընդհատ այսինքն գիտեք սուբյեկտայնության անգամ հերքում է, էլի, որ չկա Հայաստան, կա հայ ժողովուրդ։ Ու դրան մի հատ երբ որ գումարում ես իրանց այն տարածված բլեֆը, թե Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, այդ հայ ժողովրդի իրանց պատկերացման եղած պատկերը էլ ավելի ամբողջական է դառնում, հա։ Հիմա ինչ ասում, ասում է մի նախադասություն, մի ելույթի մեջ ասում է, դե խաղաղապահարձան, քաղաքակիրթ ապահարձան 1-2 բառ հետո ասում է դա ուկրաինական սցենար։ Ուկրաինում էլ էր տենց սկսվում։ Սա բացահայտ սպառնալիք է։ Ու երբ օրինակ սրան ի պատասխան մարդիկ ասում են դե եվրոպացիներն էլ եկան ստեղ, Ամերիկայի փոխնախագահն էլ ասեց, բանա, ես իմ աջակցությունն եմ հայտնում, բայց դրանք համարժեք բաներ չեն, բարեկամներ։ Հայաստանում միջոցառում իրականացնելն ու ողջունելը Հայաստանի կառավարության որոշումները մի բան է, Հայաստանին սպառնալը պատերազմով եւ ուկրաինական սցենարով բոլորովին այլ բան է։ Ախր միջև անդրադառնանք այդ միջոցառմանը, էլի։ Ախր
ինչի արդյունքում է այս ամեն ինչը գնաց այն սցենարով, որ գնում է։ Մենք պետք է հիշենք, որ ներկայիս իշխանությունները իրանց համար ֆորպոստի իշխանություններ են, ու իրանք դա էլ ընդունում էին։ Իրենք օրինակ ինչ էին անում։ Ամենաանկյունակարային պաշտոններում նշանակվելիք անձանց համաձայնեցնում են Ռուսաստանի հետ, Սիրիա զորքեր են ուղարկում, այսինքն ամեն հնարավոր բան, նույնիսկ 18 թվի հեղափոխությունն էլ առհասարակ արտաքին քաղաքական որևիցե կոնտեքստ չի ունեցել, խոսվել է օրինակ կոռուպցիայի մասին, անարդարության մասին, այսինքն ներքաղաքական հարցերի մասին, ինչից հետո էլի սա ցակեց ջերմուկի դեպքից հետո շատ հստակ է։ Երբ որ Հայաստանի Հանրապետություն տեսավ, որ էլ ճար չկա, ինչպես դուք նշեցիք, կոնֆլիկտը արդեն տեղափոխվում է Հայաստանի տարածք, մենք արդեն նաև շատ լավ տեղյակ ենք այդ համապատասխան նամակի մասին, ըստ որը որ ուղարկվել էր Հայաստանի պետական մարմիններին եւ պետք է արդեն Սյունիքում օրինակ տարածք առանձնացվեր, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը որևիցե վերահսկողություն չէր ունենալու, ու պետք է արդեն կոնֆլիկտի օջախ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության համար հանդիսանար Սյունիքը։ Հիմա այս ամեն ինչը ախր առաջ է եկել իրականացնել ենք այս օրին հանգել ենք հենց իրենց մոտեցումների արդյունքում եւ ներկայիս դրությամբ այդ զուգահեռները անցկացնել եւ այլն մենք միջամտությունից ենք, չէ՞, քիչ առաջ խոսում միջամտությունից հիմնական սցենարներից մեկն էլ այդ տնտեսական շանտաժն է։ Քանի որ Հայաստանը տնտեսական կախվածություններ ունի Ռուսաստանից, չթվենք, հա, այդ էներգետիկ կախվածությունը գյուղատնտեսության արտահանում է եւ այլն մնացածը եւ դա իրենց կարելի ասել վերջին գործիքներից է մնացել Հայաստանի նկատմամբ, մենք պետք է նաև հստակ նկատենք, որ կան քաղաքական ուժեր, ովքեր ռեպլիկացնում են դա։ Այո։ Օրինակ մենք պետք է հիշենք, հա, ուժեղ Հայաստանի ինչ ասում, ասում է, օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, կլինի տնտեսական պատերազմ, այսինքն սա այդ նույն խոսակցության մասը հանդիսանում։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ հիմա ուղղակի Ռուսաստանի վերջին որպես միջոց մնացել է հայ ժողովրդին վախացնելով այնպես անել, որ իրենք գնան ընտրեն պրոռուսական սատելիտներին, ովքեր որ օրինակ Հայաստանում գոյություն ունեն այս բանը, քարոզարշավ են իրականացնում, այս թեմայով էլ կարանք մենք իրականում խորանանք, թե ինչու է դա այդպես, որ 8 տարի ժամանակ կարող այդպես չլինի եւ այլն, սա էլ առանձին քննարկման թեմա է իրականում։ Շատ լուրջ քննարկման թեմա է, որտեղ արդարադատության համակարգում բարեփոխումների բացակայությունը եւ այլն հանգեցրել է այն իրավիճակին, որ հանգեցրել է, բայց մենք պետք է հիշենք, որ այս ամեն ինչը սկսվել է հենց ռուսական մոտեցումից հետո եւ առհասարակ Հայաստանը ստիպված չէ լինելու այդպիսի բան։ Հայ ժողովուրդը շատ էլ ուրախ էր այն ժամանակ, իմանալով, որ հույս է դնում Ռուսաստանի վրա եւ ունի անվտանգային պաշտպանվածություն, հələ Ղարաբաղի հարցնել էին Մարսում, մարդիկ նույնիսկ Ղարաբաղի հարցնել էին մարդիկ Մարսում, ասում են գոնե այս ճանաչված հասկացանք, հա, ռուս խաղապահները։ Դեռ պարտավորություն չունեին, բան, չէ, ասում էին դե Ժորժ ջան, Ռուսաստանի Դաշնությունը ինչ անի, Ղարաբաղը ինքը ոչ ճանաչել է, ոչ այդ առումով իր վրա պարտականություն է վերցրել, բայց հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի վերաբերյալ ռուսները ունեն ֆորմալ պարտավորություններ։ Դա ֆորմալ կոմունիկացված էր, դա ֆորմալ պայմանավորված էր, կար ՀԱՊԿ, կար հայ-ռուսական երկկողմ համաձայնագիր փոխադարձ օգնության, այսինքն եթե օրինակ այն խոսակցությունը, որ ընկան Ղարաբաղը ասած ձեզ, հա, հայերը հələ դա մարսեցին, բայց այն ինչ որ տեղի ունեցավ Վարդենիսում, Ջերմուկում, մեր արևելյան սահմանի ամբողջ երկայնքում, դա արդեն ֆորմալ դավաճանություն էր։ Դա արդեն ոչ մեկ չմարսեց, դա չմարսեցին նաև պրոռուսական Հայաստանի իշխանությունները, ովքեր որ նույնիսկ իրենք չմարսեցին եւ ժողովուրդը չմարսեց եւ հիմա այն իրավիճակը, որ ստեղծվել է, նաև Ռուսաստանը փորձում է իր սատելիտների միջոցով բարթել Հայաստանի վրա, որովհետև այսօր կան Հայաստանում քաղաքական ուժեր, ովքեր որ հայ-ռուսական հարաբերությունների այս ճգնաժամի համար մեղադրում են միայն Հայաստանին, միայն։ Ասում են դեռ չգիտենք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին թե չէ, որ նման ծիծաղելի օրինակ մեջբերումներ են դիմել, հələ պետք է ստուգենք ֆորման ճիշտ է եղել, օրինակ, չգիտեմ, Ղրիմից ճիշտ էին դիմել Ռուսաստանին, որ զորքերը մտցրեցին Ղրիմ։ Դե Լուգանսկից, Դոնեցկից էին ճիշտ դիմել Ռուսաստանին, որ այնտեղ զորքերը մտցրեցին։ Այս ամեն ինչում ինձ թվում է մենք պետքա շատ հստակ հասկանանք, որ Ռուսաստանը ինչ պլաններ ունի, որ այս տարածաշրջանում ցանկանում է անել հայ ժողովրդի ձեռքով։ Այսինքն ինչպես դա եղել է վերջին 200 տարվա ընթացքում։ Այսինքն հայ ժողովուրդը հիմա այս ամեն ինչը պետք է հասկանա, անկախ նրանից մարդիկ ում են ատում, ում չեն ատում, անձնական նախասիրություններ ես էլ շատ ունեմ, բայց մենք պետք է հստակ հասկանանք ինչ է կատարվում ու ինքներս չհանդիսանանք
այդ աշճան ծիծաղելի գործիք էլի, որ վաղը մյուսօր մեր երեխաները օրինակ նայեն հիմա էլ պատմությունը ամբողջովին անախրոնիստների ձեռքին չի, հա, ինքը թվագրվում է, ասենք այս թվային տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից ու մարդիկ կարողանալու են նայել, թե ինչ է տեղի ունեցել ու իրենց հարց են տալու, ասել են դու այդ ժամանակ օրինակ հասուն մարդ էիր։ Այս ամիջը շատ պրիմիտիվ էր։ Օրինակ կորցել էր Ռուսաստանը բոլոր գործիքներից տարածաշրջանում, մնացել էր դու քոպես մարդ էի, քոպես հասարակ ժողովուրդ, օրինակ դու ինչ էիր մտածում։ Ասենք ու իսկ թվում է մարդիկ այս ամեն ինչի վրա հղվելով պետք է հետագայում իրենց որոշումները կայացնեն։ Համենայն դեպս ես դրա վրա հղվելով եմ անում, մնացած խնդիրները հասկանալով, իրականում սենյակի փիղը մնացած խնդիրներն են, բայց մենք պետք է կարողանանք այդ խնդիրները կշեռքի տարբեր նժարների վրա դնենք, հասկանալով թե որն է ավելի ծանր, հասկանալով հիմա ժողովուրդը ինչ է անում վերջը, օրինակ տրվում է, ասենք, այս ապատեղեկատվական պրիմիտիվ քարոզչությանը, այդ ծախու խոսող գլուխներին, գնում է դառնում է գործիք, օրինակ տվյալ երկրի համար, այս ամենապատասխանատու պահին, թե օրինակ անկախ ամեն ինչից փորձում է կանգնի պետության կողքին։ Այստեղ ընդ որում, երբ օրինակ շատ հաճախ մենք խոսում ենք այս տեղեկատվական արշավների մասին, ապատեղեկատվության եւ այլն, մարդիկ իրենց մի քիչ ապահով կամ հանգիստ են զգում, որտեղ այն օրինակները, որ մենք բերում ենք, ասում են դա բայց դա բացահայտ հիմարություն է, ով կարա դրան հավատա, չէ՞։ Բայց ես կարծում եմ խնդիրը ոչ այնքան կոնկրետ ինչ-որ մի հատ կոնկրետ տեղեկատվությանը հավատալն է, ոչ թե կոնկրետ մի հատ արշավի զոհ դառնալն է, այլ գիտեք այդ ֆոնը ձևավորելն է, որովհետեւ երբ որ 174 անգամ մեկ ամսվա ընթացքում ինչ որ տեղեկություն այսպես թե այնպես պատտվում թուրքացման, թուրքերի գալ լցվելու, անվտանգային խնդիրների մասին, դա ֆոն է ստեղծում մարդկանց մոտ, որը այսպես թե այնպես ազդում է իրենց քաղաքական վարքի վրա, որովհետեւ այո, տեղեկությունը որ օրինակ բանը Թուրքիայի նախագահան մեզ պարտավորեցրել է 10 հատ մսկիթ էստեղ կառուցել, ինքը աբսուրդ է, շատ քիչ մարդ կհավատա դրան, բայց երբ որ դրանից հետո մի հատ օրինակ տեղեկություն թե 40,000 թուրք անձնագիր են բռնել թուրք-վրացական սահմանին, ուրեմն որ պետքա ստեղ գան ընդդուսներին մասնակցեին։ Երրորդ տեղեկությունը, որ օրինակ ֆրանսիացիները բանում Դիլիջանի անտառներում ռադիոակտիվ թափոններ են ուզում թաղեն ու այս կառավարությունը դրան համաձայնվել է։ Այսենց երբ որ մեկ ամսվա ընթացքում մեկը մեկին հաջորդող նման ապատեղեկատվություններ են տարածվում, դու դրանք անընդհատ լսում ես, դա շատ հանգիստ մարդու մոտ ստեղծում է ֆոն անապահովության զգացողության, ինչ որ անվտանգության հետ կապված խնդիրների, թուրքականության, թուրքականացման, ու դա է իրականում խնդիրը։ Ընդ որում հետաքրքիր է գիտեք որն է, որ թեպետ մեթոդները բոլոր տեղերը նույնն են, բայց երբ որ նայում ես Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, բոլոր տեղերը օգտագործել են տեղի ամենամեծ վախերը։ Օրինակ Վրաստանում անընդհատ խոսում են պատերազմից, պատերազմի հավանականությունից, որ եթե մենք պարտվենք, Ռուսաստանը մեր վրա կհարձակվի, մեզ կստիպեն եվրոպացիները մենք Ռուսաստանի վրա հարձակվենք, հա։ Մոլդովայում անընդհատ խոսում են նրա մասին, որ մեր ապրանքները, մեր արտադրությունը, մեր տնտեսությունը ուրիշ ոչ մեկին պետք չի, մենակ ռուսներին է պետք, հենց մենք ռուսներից բանենք սովից մեռնելու ենք։ Եվ այլ Ռումինիայում ինչ որ տենց ավանդական արժեքներ, բան, այս եվրոպացիները մեզ ստիպելու են սաղս դառնանք սեռական փոքրամասնություն եւ այլն։ Այսինքն որ նայում ես բոլոր հասարակություններում իդենտիֆիկացնում են այն ինչից իրանք վախենում են, մեր դեպքում շատ օբյեկտիվորեն կան անվտանգության հետ կապված վախեր, ցեղասպանություն, այսինքն այդ ամեն ինչ շատ օբյեկտիվ է, բայց գիտեք ինչի է բանը, մեր ցավը փորձում են մեր վրա ծախեն։ Դա միշտ է փորձելու են անընդհատ։ Համաձայն եմ։ Ես ասեմ հիմնական նաև խնդիրներից մեկը նա է, որ սրա դեմն առնելուն ուղղված օրինակ բացատրական աշխատանքները հասարակության հետ պետքա լինեն շատ նուրբ։ Որտեղ օրինակ երբ որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է այդ 1.5 միլիոնը մենք պետքա ստուգենք եւ այլն հասկանանք 1.5 միլիոնը թե չէ, դա խնդրեմ է։ Մեծ խնդրեմ։ Որովհետեւ ինքը այդ իր արտահայտությամբ հենց նպաստում է ռուսական օրակարգին։ Ու այդ օրակարգի վերարտադրմանը, որ հա տեսեք իշխանությունը կասկածի տակ են դնում։ Որտեվ չես կարա հարցականի տակ դնես։ Իհարկե չես կարա։ Քանակը եւ այլն մնացած հարցերը։ Ընդհանրապես այդ թեմա ոչ մի բանի պետք չի ձեռք տալ, ոչ մի բանի պետք չի կասկածի տակ դնել։ Հա, ու պետքա շատ նուրբ աշխատանք էս առումով արվի։ Մարդիկ պետքա պատրաստ լինեն ու հասկանան, որ ընդհանուր առմամբ այդ որին մենք որ սովորենք ասել ազգայնական, հա, օրինակ ես այ շատ հակված եմ, որ գնալով մեր համար ազգային առանձնահատկություն դառնա պրոֆեսիոնալիզմ, այսինքն
պրոֆեսիոնալիզմի օգտագործումը քաղաքականության մեջ ինքը դառնա հիմնական ազգային առանձնահատկություններից մեկը։ Ու եթե օրինակ դու ունես նմանատիպ ինչ-որ նպատակ, արդեն դու պետք է նրբանակատորեն այդ քարոզչությունը առաջ տանես։ Սրա համար հստակորեն պետք է քեզ պլան B, որովհետև եթե դու մարդկանց ասում ես, որ օրինակ գիտեք, այս մի օրինակ մառազմահայրենասիրական գիծը ինքը կեղծ է եղել, դու միևնույն ժամանակ պետք է առաջարկես այլ բան։ Հիմա ԿՊ-ի պարագայում սա իրական Հայաստանն է, որ իրենք ցանկանում են դա առաջարկեն, ու իրենք որոշակի առումով նրբանակատություն այդտեղ ցույց են տվել, որովհետև այն ամեն ինչը որ կարևոր է քրիստոնյա հայ ժողովրդի համար, կարող ասել ներառել են այնտեղ։ Այդպես բան լավաշից բռնած, մինչև ինչ կա, հա, ինչ են իրենք ներառել, որ օրինակ չասեն դուք այնպեսի բան չկա, որ հայ ժողովրդին հատուկ է, մենք դա չենք ասում։ Բայց համենայն դեպս իմ կարծիքով ինքը մի քիչ ավելի նուրբ այսպես քարոզչական աշխատանքի տարման խնդիր ունի, ու նաև մենք շատ լուրջ խնդիր ունենք դաստիարակության ու կրթական հաստատությունների հետ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ դու ինչ դասագիրք ուզում ես գրի, եթե օրինակ այդ դասագիրքը դասավանդողը հստակորեն օրինակ ինստիտուցիոնալ վախ ունի Թուրքիայի նկատմամբ ու դա եւ հակվածություն ռուսական կայսրության կամ մտածողության ռեպլիկացնում է քաղաքական Հայաստանի մեջ իր, դա արդեն այդ դասագիրքը քեզ օգուտ չի տա, որտեղ ինքը ծաղկակաղ անելու են հատվածները, որոնք որ չեն խանգարում իր անձնական քաղաքական դիրքորոշումների համար։ Ես հասկանում եմ, որ այս բարդ գործընթացը այնպես չի, որ այսպես խոսում ենք, ես ավելին ամենաբարդ գործընթացն է։ Ես ինչ-որ առումով լուծում ունեմ, համենայն դեպս մեր գործն էլ կոնկրետ ասած հենց նրանում է, որ կարողանանք մարդկանց իրազեկենք այս ընդհանուր առմամբ հարցերի փաթեթի հետ կապված ու փորձենք հնարավորինս ավելի լայն լսարանի այս առումով հասնենք, լսելով մարդկանց ու ամենակարևոր բաներից մեկը նաև այն է, որ այն մարդիկ, ովքեր որ դերևս այդ քարոզչության տակ են, մենք պետք է հիշենք էլի, որ հասարակությունը միշտ բաղկացած է պղպջակներից ու շատ ժամանակ որ մարդը մի սպառում է այն ինֆորմացիան, ինչ իրեն դուր է գալիս, իր քիմքին հաճելի է, արդեն ինչ նարատիվների ազդեցության տակ է ինքը իրեն հաճելի է ու շատ ժամանակ ինքը շրջանցում է այլ տեսակի ինֆորմացիա։ Մենք նաև պետքա բաց լինենք այդ տեսակի մարդկանց համար, փորձենք իրենց ներգրավել, նաև հարցականի տակ դնել, ամենից սկսում է համոզմունքի փոփոխությունը սկսում է հարցականի տակ դնելուց, իսկ մենք ոչ թե գործ ունենք fact check-ի հետ, ոչ թե գործ ունենք ուղղակի պրիմիտիվ նարատիվների հետ, այլ մենք գործ ունենք շարունակական տևական տասնամյակներով տարված ապատեգական արշավի հիման վրա ձևավորված համոզմունքների հետ, որը կոտրելը շատ բարդ բան է։ Ու հետևապես մենք կարծում եմ այս ուղղությամբ էլի պետք է հենց առաջ շարժվենք։ Շնորհակալ եմ պարոն Ավագյան հրավերելու համար։ Հարգելի հեռուստատող, ես համաձայն եմ պարոն Ավագյանի շատ առաջնորդությունների հետ, բայց մինչև այդ ես մի հատ էլ քայլ կասեմ, որից կարծում ամեն ինչ է սկսելն է, դա խնդիրը ընդունելն է, որ կա եւ ձևակերպել այդ խնդիրը։ Եթե այսպես փորձենք մաքսիմալ կարճ եւ բովանդակային ձևակերպել այդ խնդիրը, ապա խնդիրը հետեւյալն է։ Հայաստանում Հայաստանի Հանրապետությունը ունի մրցակից երկրի ներսում քաղաքական օրակարգեր, նարատիվներ, իրականություն, պատմական հիշողություն, քաղաքական մշակույթ եւ որոշումներ կայացնելու հարցում։ Այդ մրցակիցը Ռուսաստանի Դաշնությունն է։ Շատ հաճախ ես նկատում եմ, որ հատկապես այսպես ավագ սերնդի ներկայացուցիչների մենք հասկացության մեջ, հա, մենակ Հայաստանի Հանրապետությունը չի որ տեղավորվում։ Ու սա ես կարծում եմ առաջիկա տասնամյակների ընթացքում մեր պետության հարատևության համար ամենամեծ խնդիրներից մեկն է։ Երբ որ մենքի մեջ բացի Հայաստանի Հանրապետությունից կա այլոք, եւ երբ որ Հայաստանի Հանրապետության ներսում Հայաստանի Հանրապետությունը ունի մրցակից այն նշած բոլոր հարցերում, ընդ որում մրցակից, որը նույնիսկ մեկ-մեկ հավակնում է առաջատար դերին, հա, առաջին ջութակի դերին։ Կամ այդ մենքը լինում է Հայաստանի Հանրապետությունը, կամ Հայաստանի Հանրապետություն չի լինում։ Սա եզակի հարցերից է, որտեղ կա աբսոլյուտ։ Կամ դու այ ազգայնականության մասին խոսացինք, այդ ազգայնականության մեջ չգիտես ինչու պետականը չկա։ Ազգայնականության մեջ կա ամեն ինչ բացի պետականից։ Միշտ պետք է լինի հակառակը։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00